մասնակցություն է ունեցել միջադեպին։ Տեղյակ չեմ։ Վանյան ով է։ Մենք տեղյակ ենք, պարոն Սահակյան, Ռոմանոս Պետրոսյանի քեռու տղան է եղել եւ Նիկոլ Փաշինյանի օգնականի եղբայրը իր որդիների հետ, Միխայլովի։ Ձեր թիմակիցները հայտնվել են հետական կրիմինալ իրավիճակում։ Թիմակիցները չեն հայտնվել։ Ձեր Արզենի Պետին ձերբակալել էին, ձեր թիմակիցը չի։ Հիմա ազատ ենք։ Հրաժարական չի ներկայացնելու։ Ինչի՞ համար։ Օրինակ Որտեղ է մասնակցությունը։ ձեզ կրտուքի։ Իմ տվյալներով ինքը միջոցառման ժամանակ այդպես չի եղել։ Խնդրում եմ ձեր հարցերը ուղղեք իր ապաներին, երեկել ես էլ գործընկերներին բարձրաբան ունեմ տվել։ Օրինակ Այդքանով միջադեպ տեղի ունեցավ, երբ համայնքի ղեկավարը կապ չուներ ըստ էության տվյալ գործի հետ հրաժարականի դիմում ներկայացրեց։ Արզանի համայնքի ղեկավարը այնտեղ գտնվել է զուտ այդ ծես կրտուկը դադարեցնելու նպատակով։ Մնացած մանրամասները Բայց կազմակերպած բանալարումն է եղել։ Չէ, իրազգական Ռոմանոս Պետրոսյանը։ Ձեզ կրտուկը դադարեցնելու համար է այնտեղ գտնվել, բայց ձերբակալել է։ Ինչ կլինի։ Պարզաբանման համար ձերբակալել են, բաց են թողել մի քանի ժամ հետո։ Հիմա որ լրագրողների միջև միջադեպը կանխելու համար դուք գաք բաժանեք ձեզ ձերբակալեն, դա ո՞նց է։ Տեսեք, մանրամասները պարզաբանելու համար գուցե եւ մի քանի ժամով ձերբակալելու համար որոշում կայացվի։ Բայց ձերբակալումը որ ինչ որ տվյալ ունեն, ձերբակալումը Դե ասում եմ մնացած տվյալները պարզելու համար խնդրում եմ դիմեք իրավ, այո, խոսել եմ եւ նա հերքել է իր մասնակցությունը, այո, իր մասնակցությունը ինքը հերքել է։ Սկզբանը եղել է Ոչ, Ժողովուրդ ջան, ինքը կեսից է իմացել, որ համայնքում նման իրադարձություն է կատարվում, գնացել է կանխելու։ Իսկ Ռոմանոս Պետրոսյանի քեռու տղան կարծեմ Վանյան է, երևի ինքն է։ Չգիտեմ, մանրամասներին չեմ տիրապետում։ Ռոմանոս Պետրոսյանը առասարակ խառնում է մարզի գործին, ասում են դեռ իր լեցակի Ռոմանոս Պետրոսյանը մարզի քաղաքական պատասխանատուներից մեկն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամը իհարկե պետք է խառնվի մարզի քաղաքական գործերի մասին։ Ոչ միայն քաղաքական։ Այլ բաներ ես չգիտեմ։ Այո։